Ուրեմն հարգելի ուսանողներ, եկեք անցնենք տարածության մեջ հարթության մի բանաձևից մյուսը անցնելու մեթոդին։ Ի նկատի ունեմ ենթադրենք տված հարթությունը իր պարամետրական հավասարումով կամ վեկտորականով կամ նորմալով կամ ընդհանուրով, նրանցից մեկից մյուսին ինչպես կարելի է անցնել։ Տեսեք, մասեր կան, որոնք որ շատ դյուրին է անել, որովհետև օրինակ հələ սպասեք, ես ձեզ օրինակ եթե հարթությունը, P հարթությունը տրված է, ասենք թե իր 3x գումարած 2y գումարած 5z-ը հավասար է z պլյուս 1-ը հավասար է 0, այս հավասարմամբ։ Օրինակ, սրանից ելնելով ոնց կկառուցեք իր վեկտորական տեսքը։ Վեկտորական տեսքի համար մեզ պետք են երկու հատ ուղղոտ վեկտոր, մի հատ էլ դիրքային վեկտոր։ Ոնց անենք։ Ինչ առաջարկություն կա։ Դե մեր նորմալը ստեղ 3 2 5-ն է, կվերցնենք այնց վեկտոր, որ այնց կոորդինատներով վեկտոր, որ իր հետ 0 կլինի։ Սկալար արտադրել է երկու հատ տենց։ Այո, ենթադրենք սրա նորմալ վեկտորը, տեսեք, սա է 3 2 5-ն է, n-ը, վերցնենք երկու հատ վեկտոր, որը սրան նորմալ են, ընդ որում միմյանց կոլինար չեն, ոնց կվերցնեք, ինչ եք առաջարկում։ Սկալար արտադրելը 0 լինի, չէ։ Հա, օրինակ ինչ իդեա կա։ -2 3 0 որ վերցնենք մեկը։ Այ, իրեք, էսա ես ուրեմն տեսեք ինչ անենք, այն տրյուկը, որը մենք հարթության դեպքում արել ենք, եկեք ստեղ անենք, ստեղ վերաձևենք, ստեղ 3-2-ը դիրքափոխենք գրենք 2 3, մեկն ու մեկի առաջ մինուս տնենք, եւ ստեղ մի հատ 0 ավելացնենք։ Եթե սա անվանեմ D, հաստատ այս երկու վեկտորները իրար միմյանց օրթոգոնալ են։ Իսկ բայց մի հատիկը բավարար չի, չէ՞, եթե մենք հարթությանը, տեսեք, եթե սա մեր հարթությունն է, այս հարթության համար մենք ունեինք իր նորմալ վեկտորը, այս է n։ Այս նորմալ վեկտորին մի հատ D ուղղահայաց օրթոգոնալ վեկտոր գտանք։ D-ը, սա սրան օրթոգոնալ է, ինչը լավ է, բայց միայն այս մի հատիկ D-ն բնորոշում է արդեն, թե էլի ինչը բան է պետք։ Չէ, մի հատ էլ է պետք։ Մի հատը ոնց գտնենք։ Դե դեռ կարող ենք 2 5-ի տեղերը փոխել ու 3-ի տեղը 0 գրել։ 5 2-ը դիրքափոխեցինք։ Մեկը մինուսով։ Մինուսի առաջ գցենք մինուս տեղ 0, այս սրա անունն էլ դնենք K եւ K-ն նույնպես, ինչպես տեսնում ենք, K-ն նույնպես օրթոգոնալ է մեր n-ին եւ այս երկու հա։ Բա այդ հասկացանք, բայց բա դիրքային վեկտոր կարող ենք x-y-ին արժեք տալ, z-ը գտնել։ Ես եթե մեր սկզբնակետը on է, x-y-ին արժեք ենք տալիս, այսինքն գտնում ենք, p-ն ունենք, d k-ն ունենք, այնտեղ մեր ընդհանուր հավասարման, վեկտորական հավասարման ընդհանուր տեսքն է, ելնում էր v-ն հավասար է p գումարած d գումարած sk, ստացվեց։ Ահա։ Իդեպ մի հատ ուրիշ մեթոդ էլ կարելի է ես կառաջարկեի։ Դա այնա, որ կարելի է այդ որ դուք ասում եք x-y-ին արժեք տանք, ասենք 0-1 կամ 1-0 կամ դրա եւ p-ն գտնենք, այնա միանգամից այդ x-y-ին արժեք տալու պրակտիկան 3 անգամ անենք, եթե 3 անգամ անենք, մեր հարթության վրա այս կետից բացի եւս երկու հատ կետեր կճարվեն, չէ՞։ Եվ մենք կարող ենք հոգ տանենք, որ այդ կետերը որ ճարվեն, նենց անենք, որ այս վեկտորները հաստատ իրար կոլինար չլինեն
Եվ այդ 3 կետով, այս 3 կետերով ստանանք այս երկու կանաչ վեկտորները, որոնք կդառնան մեր մոտ D կան, այդպես էլ է հնարավոր։ Լավ, այսինքն տեսեք ինչ ունենք, եթե ընդհանուր հավասարում ունենք, ընդհանուր հավասարումից դեպի վեկտորական անցնելը եւ դեպի պարամետրական անցնելը, վեկտորականից էլ պարամետրական անցնելը դառնում է հեշտ խնդիր։ Այ միակ սրամիտ բանը, որ մեզ պակասում է, այս պահին մենք դեռ չգիտենք, թե ոնց անենք, դա գիտեք ինչն է։ Իսկ եթե վեկտորական հավասարումն է տված կամ պարամետրականը, այս կարմիր գույնի գրված վեկտորականն է տրված, կամ պարամետրականը, որ մեկը մյուսից հեշտ ստացվում է, այդտեղից մենք ոնց ստանանք նորմալը կամ ընդհանուրը։ Ինչ իդեաներ կան։ Ոնց որ D-ն ու կան Այո, ճիշտ եք ասում։ Իդեան սենց է D-ն եւ կան տված են, պես վեկտոր պետքա վեկալենք, որ օրթոգոնալ լինեն, էլի երկուսն էլ նույն բանին։ Այսպես ոնց որ թե այսպես ոնց որ նորմալ են, չէ, նորմալը չէ, ստացվում նկարել n-ը պիտի համ օրթոգոնալը լինի k-ին, համ էլ d-ն պետքա օրթոգոնալը լինի։ Մի բան հարցնեմ էլի, ուղղակի ես անցած լեկցիան չկարողացա միանամ։ Նորմալը այդ ուղղակի վեկտորի անունն է, չէ, այսինքն ինչ որ թվերի հետ կապ չունի իր մեջ։ Այո, դա նշանակում է իրան ուղղահայաց վեկտոր։ Հիմա ինչ իդեա կա, այսինքն լավ, եկեք սենց անենք, ես ձեզ չփորձեմ իդեաներ որոշը, ձեզնից դուք այս պահին մտածեք, որովհետև սա մեկն է խնդիրներից, մի վայրկյանում հնարավոր չի գտնել դա, ոնց տված DK վեկտորների համար, որոնք ուշադրություն D-ն եւ K-ն միմյանց զուգահեռ չեն, կոլինար չեն, ոնց գտնել n, որը երկուսն էլ օրթոգոնալ լինի։ Դա արվում է, տեսեք ինչ մեթոդով, այսպես կոչված վեկտորական արտադրյալի միջոցով, տեսեք, ենթադրենք մեզ տված են երկու հատ վեկտորներ և դեպքերը ստեղ բոլորը տեղի ունենում R3-ում միայն, դնենք R3-ում մեզ տված են երկու հատ վեկտոր, U, V, այս կորդինատներով, նայեք, նրանց վեկտորական արտադրյալ անվանենք, հետևյալ վեկտորը, այստեղ աչի վրա գրած վեկտորը, տեսեք, x2 անգամ, այս x2 անգամ, այս y3-ը, ինչա գրած հանած, y2 անգամ x3, ինչ որ 3 հատ կորդինատ են հաշվում, և սա անվանենք նրանց վեկտորական արտադրյալ, անգլերեն էլի vector product էլ է կոչվում, բայց հաճախ անվանում են cross product, այսա կիմանաք cross, այսինքն խաչը որտեղից է գալիս։ Մինչև առաջ անցնելը, բնականաբար ձեր մոտ հարց առաջացավ, թե բա ոնց հիշենք այս մեծ բանաձևը, պարզվում որ հիշելու դյուրին ձև կա, դյուրին ձևը որն է։ Տեսեք, տեսնում եք ես մեր վեկտորը x1, x2, x3, y1, y2, y3, վերցնենք ես առաջի երկու կորդինատները և դա ու-ի մեջ copy-paste անենք ներքևը, այսինքն ստեղ մենք ստացանք ստացանք 5 հատ թիվ վերև աշտարակաձև գրած, նույնը ստեղ։ Հիմա սկսելով ահա այս մեջ տեղից, ուշադրություն դարձրեք, շատ ուսանողներ շփոթվում են, այս տեղից են սկսում, ինչը որ սխալ է։ Սկսելով ահա այս տեղից, տեսեք ինչ ենք անում, սենց մի հատ խաչ ենք քաշում, x2-ից y3 և մի հատ մյուս խաչի մյուս գիծն էլ y2-ից x3, հետո գրում ենք, սա անգամ սրանից, հանած սա անգամ սա, ոնց որ խաչի գագաթները մեկը մյուսից հանում ենք, տեսեք ինչ գրվեց, x2 անգամ y3 մինուս y2 անգամ x3,
Սա ու այդ ինչ որ ստացվեց, բերում գրում ենք ստեղ։ Հաջորդը անցնում ենք այս x3-ին։ Այ մի հատ էլ խաչ սենց է ստացվում։ x3 անգամ y1 հանած y3 անգամ x1։ Այդ ինչ որ ստացվեց, այդ թիվը հաշվում, բերում սիրուն տեղադրում ենք ստեղ։ Վերջին խաչն էլ այսպես է ստացվում։ 3 հատ խաչ սենց իրար հակած ստացվում են, ուստի այս ամեն ինչը անգլերեն կոչվում է cross product, հայերեն վեկտորական արտադրյալ։ Այսա մի քիչ օրինակներն էլ կնայենք, եթե ինչ որ մեկը հստակ չի հիշեց այս մեխանիզմը, մի քիչ օրինակները հետո կերևա։ Պարզվում է, որ այս վեկտորական արտադրյալը, որ մենք հենց նոր սահմանեցինք, ինքը լավ հատկություն ունի։ Նայեք, հələ վերցնենք այս վեկտորը, ինքը 3 հատ կոորդինատ ունի, 1, 2, 3։ Հələ այս վեկտորի սկալար արտադրյալը հաշվեմ u-ի հետ։ Էսա, նայեք, այս վեկտորի սկալար արտադրյալը u-ի հետ։ Եթե գրում ենք, ինչ կնի x1 անգամ, այս x1-ը կբազմապատվի այս խոսակցությամբ, x2-ը այս մյուս խոսակցությամբ, x3-ն էլ այս երրորդ խոսակցությամբ։ Փաղգծերը բացում ենք եւ տեսնում ենք, որ 6 հատ գումարել է ստացվում, որոնք 6-ն էլ միմյանց շատ սիրուն կրճատվում են, 0 է ստացվում։ Այսինքն, եթե այս սկալար արտադրյալը 0 է, ուրեմն այս երկու վեկտորները իրար ինչ են։ Օրթոգոնալ։ Օրթոգոնալ են։ Ընդ որում նույն կերպ ոնց որ ստեղ ստուգեցինք, որ O-ին է օրթոգոնալ, նույն կերպ էլ ստուգում է, որ V-ին է օրթոգոնալ։ Ստացվում է, որ եթե U-ն V-ն երկու հատ վեկտորներ են, իրանց վեկտորական արտադրյալը նրանց երկուսին էլ օրթոգոնալ է։ Ընդ որում հեշտ է ցույց տալ, որ նա ինքը ոչ զրոյական վեկտոր է այս վեկտորական արտադրյալը։ Հիմա ինչ ունեցանք, եթե երկու հատ վեկտոր մենք ունենք, ասենք D կամ UV, ոնց գտնենք մի հատ վեկտոր, որը ոչ զրոյական է եւ երկուսն էլ օրթոգոնալ։ Պարզապես վերցնենք նրանց վեկտորական արտադրյալը։ Դե հիմա դուք ասեք, վերադառնանք այս մեր նորվա խնդիրին։ Եթե պարամետրական եւ վեկտորական տեսքերը ունենք, ոնց գտնենք նորմալ տեսքը։ 3 անգամ 2, չէ։ Թվերով մի ասեք։ Մեզ պետք է նորմալ տեսքի համար p-ն եւ n-ը։ P-ն ունենք։ N-ն էլ է D-ի ու K-ի վեկտորական արտադրյալի միջոցով գտնենք։ Ահա, այսինքն n-ը հավասար է D, վեկտորական արտադրյալ K։ Հենց այդ խաչով է նշանակում այդ վեկտորական արտադրյալը։ Խաչով էլ արդեն նշանակում են, եւ ես վստահ եմ, որ դուք դպրոցում դա անցել եք, ոչ միայն մաթեմատիկայից, այլ գուցե նաև ֆիզիկայից։ Հա, անցել ենք, նոր ես հիշեցի։ Խաչով էլ նշանակել եք, չէ՞։ Հա։ Ընդ որում ես ուզում շեշտեմ, որ հասկանում եք, չէ՞, վեկտորական արտադրյալը սկալարից այլ արտադրյալից էապես տարբեր է։ Վեկտորական արտադրյալը երկու վեկտորների միայն վեկտոր է, սկալար արտադրյալը թիվ է միայն։ Վեկտորական արտադրյալը միայն R3-ում է սահմանվում, իսկ սկալար արտադրյալը ցանկացած Rn-ում սահմանվում է։ Իրականում կոմպլեքսների վրա է սահմանվում, բայց այդ հետո։ Այսինքն R3-ից մեծ տարածություններում չեն կարող էլ վեկտորական արտադրյալ սահմանել։ Չէ։ Դրանից բացի նաև ֆիզիկայում, ինչի ես ասացի, ֆիզիկայից էլ կարող անցած լինեք։ Ֆիզիկայում ունի նաև ֆիզիկական իմաստ, ասենք ինչ որ ես գուցե սխալվեմ, եթե էլեկտրամագնիսական, ահա, ապրեք, չէ էլեկտրամագնիսական դաշտ կա, ինչ որ մի ուղղությամբ էլեկտրամագնիսական դաշտի, չգիտեմ, խոսանք, լարվածությունն է ուղղված, եթե մի հատ էլ ուրիշ մեծություն, այդ դեպքում նրանց վեկտորական արտադրյալը ես ինձ ֆիզիկական իմաստ ունի։ Ավելի լավ է չփորձեմ վերարտադրեմ, որտեղ միգուցե ճիշտ չասեմ։ Ահա, եղավ։ Հիմա եկեք ինչ անենք։ Հələ դյուրին խնդիրներ լուծենք եւ այս վարժությունից հետո ով հարց ունի, պետք է հարց ունենա անպայման պետք է տա։ Ահա։ Տեսեք, մեզ գտնենք ընդհանուր բանաձևը, ասում է պահանջում է այն P հարթության, որի պարամետրական տեսքը ահա այս սա է։ Նայեք, եթե պարամետրական տեսքն է, տեքստը այս P-ն ես կարող եի, չէ՞, այս մինուս 10 բերել գրեի ստեղ մինուս 1 անգամ T գրեի սիրունության համար, չէ՞։ S-ն էլ գրեի
Հա, այս t-ի տակը իդեպ գրեի տակն է մի հատ 0 անգամ t, s-ը ստեղից ես ջնջեի, 1 անգամ s մի հատ ստեղ գրեի, ստեղից էլ մի հատ 0 անգամ s էլ սենց գրեցի։ 0 անգամ s էլ ստեղ գրվեց։ Իսկ այս ջնջախզբզոցներն էլ եկեք երկուսն էլ սենց սիրուն 0-ով փոխարինենք։ Զգում եք, չէ՞, ինչի ես այս սիրուն տրանսֆորմացիաները արեցի առանց մաթեմատիկական իմաստը փոխելու։ Հիմա ստեղ p-ն ով է։ -500։ Ահա, -500 սա է։ Իսկ d-ն ու k-ն ովքեր են։ 3 -1 0 Ու 401-ը։ 401։ Ահա։ Հիմա սա d-ն ունենք, k-ն ունենք, մեզ պետք է n-ը գտնել։ Նայեք, էտել ոչինչ, ես մի քիչ շատ խզբզոց դառավ այս գրառումը, բայց ոչինչ, այնտեղ վերևում շատ սիրուն գրված մաքուր գրառումը կա։ Հիմա դուք ինձ ասեք, n-ը գտնելու համար ես ինչ եմ անում։ Վեկտորական արտադրյալ ենք անում p-ի, k-ի ու d-ի։ Այս 3-ն ու -1-ը բռնեմ ինչ անեմ։ -401-ով, հա, ներքևից ասեք։ 3-1-ը ներքև, բայց 4-0-ն Էլի ներքև ենք։ 4-0-ն ստեղ գրեցի։ Հիմա այս երկուսի վեկտորական արտադրյալը, հիմի ասեք, ոնց է հաշվվում։ -1 անգամ 1 հանած էր, թե գումարած էր այնտեղ։ Հանած էր։ Հանած 0 անգամ 0։ Եղավ -1։ Հաջորդը 0 անգամ 4 հանած 1 անգամ 3։ Եվ մի ուրիշ ուսանող, որ այսօր հարցի չի պատասխանել, ուզում է ասել, ինչ կլինի վերջինը։ Այսինքն 4։ Այս սա, որը մենք n-ով ենք նշանակում, դառնում է, ահա, այս աստեղ սիրուն ստեղ գրված, այս է նորմալը։ Եթե նորմալը կա, նախորդ դասից էլ հիշում էիք np սկալար արտադրյալը հաշվում ենք, ստանում ենք 5, և սա ստացվում է այս տեսքը։ Ահա։ Խնդրեմ, ով հարց ունի, անպայման հարցրեք հիմա, եթե որևէ մեկը այստեղ սա տիպական վարժություն է, սա տնայինի մեջ էլ ալնելու, քննության մեջ էլ ալնելու, խնդրում եմ հարցրեք, եթե հարց ունեք այս կետում։ Ինչևիցե մենք առաջ ենք գնում, տեսեք, ստեղ էլի վարժություններ կան, որոնք որ մի քիչ բարդոտ վարժություններ են, բայց ոնց որ մեյնսթրիմային չեն, այսպես կողքից հետաքրքրության, ուղղակի հետաքրքիր նմուշներ են, փորձեք ինքնուրույն գտնել, լուծել։ Լավ։ Հիմա անցնենք տարածության մեջ ուղի հավասարմանը, R3-ում L ուղին է տված։ Նայեք, հələ մինչև դուրսբերմանը անցնելը, տեսեք, եթե մեզ տված է տարածություն, ասենք R3-ը, չէ, դեպքերը հիմա բոլորը R3-ում է տեղի ունենում։ Մի հատ ուղիղ է տված L, ինչ եք կարծում, այս L ուղիղը, եթե ունի մի հատ սենց ուղղորդ վեկտոր D, և մի հատ էլ դիրքային վեկտոր P, P-ն և D-ն բավարար են L-ը միարժեքորեն բնորոշելու համար։ Հարթության վրա կարող է, բայց սենց չէ երևի։ Չէ, տարածության մեջ էլ է սենց։ Միարժեքորեն։ Այո, եթե մենք մեկ ֆիքսված սենց կետ ունենք, այս կետը ֆիքսված վերցված է, այս կետով կարող է անցնել բազմաթիվ ուղիղներ, անվերջ քանակությամբ, բայց եթե մենք ուղղություններ ենք ֆիքսում, ասում ենք այս սա, այս սա, դա ուղիղը միարժեքորեն է որոշվում։ Եվ դուրս բերման ձևը հասկանալի է։ Եթե ես վերցնեմ ընթացիկ
ընթացիկ կետը պատահական x,y,z կետ, S էլ մեր A-ն է, վերցնեմ, ապա եթե V-ով ես նշանակեմ այս ընթացիկ կետը, ինչ անեմ, հիշելով անցած թեմաները, ստեղից մի հատ սենց զուգահեռ տանեմ P-ին, հետո ստեղից է մի հատ զուգահեռ տանեմ L-ին, այս գործերից հետո զուգահեռագիծ է երևաց։ Հա, այդպես էլի հավասար կլինի TD plus P վեկտորին, չէ՞։ Այո, then այս մուգ կարմիր վեկտորը կամ սա ինչն է, այդ D-ն է, սա TD-ն է, TD plus P-ն էլ, այս էլ P-ն էր, TD plus P-ն եղավ սա։ Այսինքն, ստացվում է, որ տարածության մեջ ուղղի հավասարումը կրկին այս նույն տեսք ունի, այսինքն ոչինչով չի տարբերվում հարթության մեջ ուղղի հավասարումից։ Շատ զարմանալի նմանություն է։ Մի հատ դիրքը բավարար է եւ ուղղությունը բավարար է, որ միասին որոշեն ընթացիկ վեկտորը։ Եթե այս վեկտորական հավասարումը տված է, ապա փոխարինելով այս v-ն x,y,z-ով կամ p-ն p1, p2, p2-ով d-ն t1, p2, t3-ով մի վայրկյանում ստացվում է այս պարամետրական հավասարումը։ Հիմա ոնց որոշենք նորմալ հավասարումը։ Նորմալ հավասարման մեջ, տեսեք, մեզ ինչ էր պետք։ Մեզ պետք էր էլի նորից նկարենք այսպես, այսպես։ Ենթադրենք, ահա այս կետով կրկին անցնում է այս L ուղիղը։ Եթե մեզ այս P կետը տված լինի, եւ մեր L ուղին օրթոգոնալ մի հատ n վեկտոր։ Ինչ եք կարծում, այս P-ով եւ n-ով մեր L ուղիղը որոշվում է, թե ոչ։ Ինչ իդեաներ կան։ Չի որոշվում, ոնց որ։ Ինչի։ Կարանք այդ կետը ֆիքսենք, բայց այդ կետով ուրիշ ուղիղներ էլ կանցնեն էլից բացի։ Այո, կամ սենց ավելի վախենալու որ լինի, եկեք այսպես ասեմ, եթե մի n վերցնենք մեր պատահական հարթություն, որը օրթոգոնալ է n-ին եւ անցնում այս p կետով, այս հարթությունը։ Այդ հարթության յուրաքանչյուր ուղիղ բավարարում է այդ պայմանների։ Չէ, այս հարթությունը եթե ես վերցնեմ, այսպես լավլի համոզիչ դառավ։ Եվ այս հարթության վրայով անցնող կամայական այլ ուղիղ, ինչպես եւ այս մեր L-ը, ինչպես դուք ճիշտ նկատեցիք, օրինակ սա, ինչ ուղիղ որ անցնի այս P կետով, նրանք բոլորը օրթոգոնալ են մեր n-ի։ Հաստատ չի լինի, բայց որպեսզի այս հարցը բուժվի, հարցը լուծվի, գիտեք, եկեք ինչ անենք։ Եկեք մի հատ ուրիշ հարթություն, կարող է մի հատ ուրիշ հարթություն նույնպես գա անցնի այս նույն ուղով։ Այսպես, տեսնում եք, չէ, մի հատ ուրիշ հարթություն։ Բայց այդ դեպքում n-ը ուղղայաց չի լինի, չէ, օրթոգոնալ չի լինի։ Ես չեմ ասում այն մյուս հարթությանը օրթոգոնալ։ Եթե երկու հարթությունը, այս մեկը մելնի P1, այս մյուսն է թող լինի P2։ Երկու հարթություններ գալիս են մի ուղով հատվում են։ Ապա պարզ չէ, երկու հարթություններն L եթե տված լինեն, ապա մեր L ուղիղը նույնպես տրված կլինի։ Իսկ այդ երկու հարթությունները ոնց կարող են տրված լինել։ Հարթությունների նորմալ հավասարումը մենք արդեն գիտենք ինչ է։ Գրենք առանձին նորմալ հավասարում, մի հատ նորմալ հավասարում առաջի հարթության համար,
P1 եւ երկրորդ նորմալ հավասարումը P2-ի համար։ Ինչ ստացվեց։ Ստացվեց, որ Հատումը հենց ուրինա եւ այս համակարգը ուշադիր եղեք։ Այս համակարգն էլ կոչվում է տարածության մեջ n1 եւ n2 նորմալներով եւ p1, p2 դիրքերով ուղի նորմալ հավասար։ Մասնավորապես p1-ն ու p2-ը կարող էին եւ իրար հավասար լինել, չէ՞։ Ոչ ոք մեզ չի պնդում, որ պիտի անպայման տարբեր լինեն։ Եղավ։ Հիմա դրանից բացի, այս ամեն մի նորմալ հավասարումը, հասկանում եք, որ դուրս է բացվում, գրվում է ինչի տեսքով։ Գրվում է սենց հավասարման տեսքով եւ այս համակարգը գծային հավասարումների համակարգը կոչվում է մեր տարածության մեջ մեր L ուղի ընդհանուր հավասարում կամ L ուղիը որոշող գծային հավասարումների համակարգ։ Որում գծային հավասարումների համակարգին մենք շատ ենք անդրադառնալու, կարծես թե սա առաջի դեպքն է, որ մենք գծային հավասարումների համակարգով ստանում ենք ուղիղ։ Ընդ որում տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Այս գծային հավասարումների համակարգը անգամ առանց լուծելու, մենք առանց ըստ x-y-ի լուծելու, մենք կարող ենք պնդենք, որ ինքը անպայման լուծում ունի, այն էլ անվերջ քանակությամբ լուծումներ ունի, չէ՞, որտեղ L-ի վրա գտնվող ցանկացած x-y-z կետ L-ի վրա գտնվող ինքը այս մեր համակարգի համար, ինքը համակարգի համար լուծում է։ Դե ինչ կարելի է վարժություն, օրինակ վեկտորական, պարամետրական տեսքը գտնել այն ուղի, որ անցնում է այս երկու կետերով։ Եթե ինքը երկու կետերով է անցնում, ապա իր համար որպես D ինչ կարելի է վերցնել, հենց AB-ն, որպես PL n մյուսը կարելի է վերցնել, ստանալ այսպիսի տեսքը։ Օրթոգոնալ վեկտորներն էլ այսպես է գտնվում եւ ուրեմն ստացվում է։ Այստեղ կան եւս մի քանի հատ վարժություններ, որոնք մի քիչ ավելի բարդ են, խնդրում եմ դա ինքնուրույն նայել։